Բաբլետյան 2022 թվականից սկսած, եթե այդպես կարելի է, այդ թիվը բանանել, ամրագրել, Հայաստանի իշխանությունները հայոց ցեղասպանության մասին խոսելիս, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայոց ցեղասպանության մասին խոսելիս, իր խոսույթը փոխել է։ Եթե օրինակ 21-22 թվականին հստակ ասում էր, որ Օսմանյան կայսրությունն է իրականացրել հայոց ջարդը, վերջին 2024 թվականին ասում է, որ դեռ պետք է հասկանանք ինչպես եղավ, որ ինչ է տեղի ունեցել, ինչպես եղավ, որ հայտնվեց հետխորհրդային Հայաստանի օրակարգում, ինչի մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, դուք տեսնում եք այս խոսույթի մեջ հայոց ցեղասպանության ժխտման տարեր։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մտնել թուրքերի քամակը, որպեսզի կարողանա իր համար ավելի բարենպաստ վերաբերմունք փոխել։ Ընդամենը դա։ Նրանք էլ ովքեր չեն իմանում, նաև երիտասարդներն ասեն, երկար տարիներ ԱՄՆ-ում գոյություն ուներ Զոլյանի ինստիտուտ, որտեղ 1.150.000 սպանված, ցեղասպանված հայ ազգանուն կա։ Այդ գործը չէին հասցրել ավարտվել, բայց մենք անուն ազգանունով գիտենք ցեղասպանված հայեր։ Դա կատակ բան չէ, դա լուրջ փաստարկ է։ Եթե այդպես փաստագրված կա, այդ դեպքում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ինչ թիվ է ուզում, ինչու է ուզում հաշվել ցեղասպանության զոհերի։ Դե ես իր մասին ինչ ասեմ։ Ինքը սողոսկում է իշխանությունների առաջներ աշխատ սաղ կյանքը դա է եղել։ Սաղ կյանքը վերև գցնել, որպեսզի պաշտոն ունենա եւ այլն, այդպիսի անձնավորություն ունենա։ Ինչու են այս հարցերը Օրինակ ես նույնիսկ չեմ կարծում, որ Անդրանիկ Քոչարյանը գիտի Զոլյանի ինստիտուտի գոյության մասին, դուք գիտեիք։ Դա չգիտի։ Lemkin ինստիտուտն է դատապարտում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, տեսնում է թուրքական քաղաքականություն դրանցում։ Ինչ կարող եք ասել։ Պետք է ամաչի էլի, այսինքն եթե ի վիճակի է ամաչելու Նիկոլ Փաշինյանը, բա Lemkin ինստիտուտը դատապարտի չէ, որ նա մի անգամ չի, որ հանդես է եկել հայոց ցեղասպանության հետ կապված հայտարարություններով։ Նույնիսկ Մեծ Բրիտանիան վաղը կարող է ցեղասպանությունը ճանաչել, հենց վաղը։ Նիստ է նշանակած։ Գիտեք, մեծ պետություններից միայն Մեծ Բրիտանիան չի ճանաչել։ Տեսնենք, չշտապեք, վաղը երեկո պարզ կլինի։ 110-րդ տարելիցն է հայոց ցեղասպանության եւ ընդդիմադիրները պատգամավորները կարծում են, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով ոգեկոչման արարողություն իրականացնել, սակայն որևէ բան տեղի չի ունենալու։ Ինչու է իշխանությունը անտարբեր անցնում Դե արդեն ձեր առաջի հարցի պատասխանն էր այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է Թուրքիայի քամակը մտնել։ Այդ պատասխանն է։ Դուք տեսնում եք ժողովրդի շրջանում այնքան խորը ցասում, որը կարող է հանգեցնել իշխանափոխության փողոցի։ Ես իդեպ ուզում եմ այդ խոսքի վրա ավելացնել, որ Թուրքիայի հետ էլ պետք է աշխատել։ Ի վերջո, եթե թուրքերը չեն ուզում ոչնչացնել հայերին, եթե կարող են, ապա ավելի լավ է իրենց համար ավելի հեշտ է ճանաչել։ Չէ՞ որ 1919 թվականին Օսմանյան Թուրքիայում դա եղել ցեղասպանության հեղինակների նկատմամբ։ Օսմանյան Թուրքիայի դատարանում ճանաչվել է դա, նույնիսկ Օսմանյան Թուրքիայում։ Այդ եմ խոսում ժամանակակից Թուրքիայի մասին, որը իրեն չի համարում Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ։ Ավելի լավ է ճանաչեք եւ դրանից հետո կլինի բարեկամություն։ Բայց ժողովուրդը կարծես թե ճանաչում է, որովհետև այս օրերին, երբ Թուրքիայում ընթանում է բողոքի ակցիաներ, ցուցարարների շարքերում կան մարդիկ, ովքեր Էնվերի Թալյաթի Ջեմալի նկարներն են մարզում։ Չհասկացա լավ։ Ասում եմ, դուք ասում եք իրավահաջորդ չի համարում այսօրվա Թուրքիան իրեն Օսմանյան կայսրության, բայց այս օրերին, երբ Թուրքիան բողոքի ակցիաներ են ներունում, Էնվերի Ջեմալի Թալյաթի նկարներն են մարզում ցուցարարները։ Ինչ են ուզում այդպիսով ասել։ Չեմ, ձեզից եմ լսում։ Լավ չի։ Եթե իրավահաջորդ դուք չեք համարում, իրենք չեն Սպասեք։ Թուրքիան գործում է կարծեմ 1923 թվի թե 1933 թվի սահմանադրությամբ։ Դա չի համարվում, այդ սահմանադրությամբ Թուրքիան իրեն չի համարում Օսմանյան կայսրության իրավահաջորդ։ Սահմանադրությունը առաջի սահմանադրությունը ընդունվել է Քեմալի կողմից։ Ես ընդամենը դա եմ ասում։ Հիմա այդ հասարակ թուրքերն ինչ են համարում կամ գորշ գայլերը ինչ են համարում, դա ուրիշ հարց է։ Այսինքն դուք ձեր կարծիքով այսօրվա Թուրքիան Օսմանյան կայսրության քաղաքականությունը չի վարում Հայաստանի նկատմամբ։ Չի ինքն ասում որ չեն վարում։ Իսկ դուք ինչ եք
Ես կարծում եմ, որ փոփոխությունը մեծ չէ, Թուրքիան պիտի ապացուցի։ Ընդհանրապես, երբ որ Հայաստանում շատերը ոգևորեն թուրքերով ու ադրբեջանցիներով, պիտի հասկանան մի բան։ Թուրքերը բարեկամություն կանեն արաբների հետ, կանեն վրացիների հետ, կանեն բուլղարացիների հետ, կանեն ռուսների հետ, կանեն Ամերիկայի հետ եւ այլն։ Թուրքերը երբեք բարեկամություն չեն անի հայերի եւ հույների հետ։ Շատ բարձ պատճառով ժամանակակից Թուրքիայի եւ Ադրբեջանի հողատարածքները նախկին հունական եւ հայկական հողեր են։ Դրա համար նրանք միշտ վտանգ են զգում այդ երկու ժողովրդից։ Հնարավոր չի պատկերացնել օրինակ թուրք-հունական բարեկամություն։ Վրացիների հետ կարան, այդպես բան չկա վրացիներից։ Խոսքի օրինակ, Իրանի հետ կարող են, բայց ոչ մեր հետ, ոչ հույների։ Պարոն Բագրատյան, այս հարցին չպատասխանեցիք, ինչ եք կարծում, ժողովրդի շրջանում կա այնքան խորը ցասում, որը կարող է հանգեցնել իշխանափոխության։ Այո, ես որ գալիս եմ, այո, մեկը ինձ էին ասում ինչի՞ չեք իշխանափոխում։ Այո, հենց որ քայլեք ինձ հետ կտեսնեք։ Փողոցային պայքարի միջոցով հնարավոր է։ Չգիտեմ, մենք կգտնենք ձևը։ Վաղ թե ուշ կգնա։ 26 թվականի քննությունների չի հասնի ժամանակ։ Դե չգիտեմ, ես այդպես բաներ չեմ խոսում հիմա, այս ու։ Դուք անհրաժեշտություն տեսնում եք իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Եվ դա ուր կտանի, այո։ Ես տեսնում եմ մտածի չպատասխանել, որովհետև ձև կգտնենք իրան հեռացնելու։